խաղաղություն պետք է լինի, խաղաղությունը ոչ թե Ալիևի հետ պայմանավորվեն, բանավոր պայմանավորվեն, գրավոր ցույց տվեք, թող ցույց տան մի հատ, տպեն, ժողովրդին ցույց տան, որն է խաղաղությունը։ Այսօր մեր ասենք թե տղաները, զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են ու մենք խաղաղություն ենք բերել։ Ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքեր նստած թելադրանքով մենք այդ բանի պես ապրում ենք, որ երբ ինչ պետք է ասեն, ինչ բաժնեն, կատարենք, եթե չէ պատերազմը։ Ասում են, տես բան չի եղել, ես ասեմ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին կա ամեն ինչն էլ կա, որ Ալիևը ասում է, որ արագացեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալ են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացեցիք, զորքը բերելու եմ շարեմ, որը դա ինստինկտյան ժողովուրդ ջան, ես ասեմ, ես այս երկրում ծնվել մեծացել եմ, այս երկիրը սիրում եմ, ինչ որ արել եմ, իմ երկրի համար ոլորտը լսել եք, տեսել եք, որ ոլորտը միայն մի ոլորտ սպորտն են վերցրել, որ ասենք թե 8 տարի մեդալ չեղել, սպորտմեն չեղել, սա գնացել է։ Այսօր միակ ոլորտն է երկրում, որ կարաս հպարտանաս, ասես, բայց էլի իմ ուզածով չի, որ բոլոր գյուղերում սպորտ դպրոց պետք է լինի, որ երեխան փողոցից կտրվի։ Դպրոց եք սարքեխի գյուղերում, ասենք սպորտ դպրոց, որ երեխան փողոցից կտրվի, որ առողջ սերունդ ունենան։ Առաջնայինը, ես ասեմ, դպրոց են կառուցել, լավ են արել, իհարկե անհրաժեշտ է, բայց հիմնականում պետք է լիարժեք ճիշտ օգտագործի գումարները։